Եվ այսպես Գեղարքունիքի մարզում փետրվարի 21-ին տեղի ունեցած սպանության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Նյուզեեմին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Երկու անձի նկատմամբ, որոնց անունները չեն հրապարակվում, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 1 ամիս ժամկետով։ Հիշեցնեմ, փետրվարի 21-ին ժամը 13-ի սահմանում դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանը, որը գիտակցության չգալով մահացել էր։ Ոստիկանները պարզել են, որ երիտասարդին զանգահարել եւ կանչել են Սևան եւ առանց որևէ բան քննարկելու միանգամից դանակահարել են։ Սպանության մեջ կասկածվողների անունները չեն հրապարակվում, նշվում են միայն անունների սկզբնատառերը ՆՄ եւ ԱՄ։ Արմլուրի տեղեկություններով դանակահարողները անչափահասներ են, ըստ նույն լրատվամիջոցի սպանությունը եղել է աղջկա պատճառով։ 20-ամյա Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր պայմանագրային զինծառայող պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակից, ծառայում էր իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։ Նա սպանությունից 2 օր առաջ էր իջել հերթափոխից։ Այսօր Վերին Ծաղկավանում Արամ Խաչատրյանի հուղարկավորությունն է։ Նյուզեեմի տեղեկություններով Արամն ընկերոջ հետ է գնացել Սևան, դեպքի ժամանակ ընկերը ավտոմեքենայում է եղել։ Նա տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում Արամին, գրկախառնվում, ապա միանգամից սկսում դանակահարել։ Դա տեսնելով ընկերը մեքենայից դուրս է վազել, մոտեցել Արամին, ինչից հետո դանակահարողը փախուստի է դիմել։ Համագյուղացիների խոսքով Արամին 7 հարված է հասցվել։ Մի քանի տեղից վիրավորված Արամին ընկերն է հիվանդանոց հասցրել։ Տավուշում աշխատող իմ գործընկեր Նարեկ Խաչատրյանին համագյուղացիներն ու վարչական շրջանի ղեկավարն ասել են, որ գյուղի բնակիչները կատարվածից շոկի մեջ են, ամբողջ գյուղը սգում է երիտասարդի ողբերգական մահը։